Ալեքսանդր Թամանյանի նախագծով Հանրապետության հրապարակը ունենալու էր Ալեքսանդր Բադալյանի նկարագրած տեսքը։ Առաջի շենքը, որը կառուցվել էր, կառավարության շենքն էր։ Եվ տարբերակներից մեկում Թամանյանը նախատեսել էր բախշիչ սրահեր, նախատեսել, որը ասենք հիմա անվանում ենք թմբուկ։ Ինքը ներկայացնում էր իրանից մի կառույց, թմբուկ ունեցող, որը կապում էր Մասիս լեռը, Արարատը, օպերայի շենքը եւ կասկադը, մինչեւ հուշարձանը։ Ալեքսանդր Բադալյանը նշեց, որ հրապարակի ներկայիս տեսքը շատ հակասական քննարկումների տեղիք է տվել։ Նման դեպք գրանցվել է ազգային պատկերասրահի շենքի կառուցման ժամանակ։ Այսօր նման հակասական տրամադրություն է ստեղծվել կառավարության շենքի բակում բազմահարկ շենքի կառուցման մասին խոսակցություններից, որտեղ պետք է տեղակայվի երկու նախարարություն, իսկ շենքի գմբեթը երևալու է Հանրապետության հրապարակից։ Դա ընդհանրում է 10-ից 15,000 քառակուսի մետր մակերեսներ ստեղծել մի ստրուկտուրայի մեջ, մի կառույցի մեջ, որոնք պահանջում են շատ հարցեր, տրանսպորտային հարցերից, կոմունիկացիոն հարցերից եւ մնացածը։ Դա արդեն ի սկզբանե փոխում է Թամանյանի գաղափարը։ Ճարտարապետ Շարհատ Պետրոսյանը նշեց, որ քաղաքաշինության հարցում չի կարելի առանց քննարկումների որոշում կայացնել, քանի որ այն մեր ավանդն է ապագա սերունդներին։ Կան պահպանված կամ հստակ օրենքով սահմանվող պրոցեդուրաներ, որոնք պետք է հարգվեն, որոնք չեն հարգվում, եւ միայն մեր նախաձեռնության պահպանենք հանրապետության հրապարակը նախաձեռնության աղմուկից հետո, հարցի բարձրացումից հետո նոր դադարեցվում է շինարարությունը, մեր հաջորդ մտահոգությունը ով է նախագծում եւ ինչ տրամաբանությամբ է պետական պաշտոն ունեցող անձնավորությունը նախագծմամբ զբաղվում, նոր նրանից հետո մտածվում են ինչ որ խնդիրներ, ինչպես ծածկադմփոց անել կամ ինչպես տալ դրա լուծումը։ Ճարտարապետները վստահեցրեցին, որ այս ամենը մեր անտարբերության հետևանք է, երբ քանդում են երեխաների խաղահրապարակները, իսկ մենք շարունակում ենք լռել։ Վերջի 15 տարիներին մենք բոլորս տեսել ենք, որ քաղաքաշինության ոլորտում Երևանի կենտրոնում ինչ է տեղի ունենում։ Եվ եթե հասարակությունը, պետությունը կամ ճարտարապետները հանդուրժել են բնակելի բակերի մեջ բուսնած բազմահարկ շենքերը, որոնք մարդկանցից վերցնում են հանրային տարածքի կարգավիճակ ունեցող կանաչ գոտիները երեխաներից եւ սարքում բարձրակ շենքեր, այս անգամ արդեն խոսքը գնում է ամենագլխավոր բակի իրացման մասին։ Ճարտարապետները վստահեցրեցին, որ կառավարության որոշման մեջ բնավ խոսք չի եղել Թամանյանի նախագծի մասին, իսկ Թամանյանի անվան շոշափումը նպատակ ունի փարատել հասարակության դժգոհությունը։ Արմեն Հիկարյան, Արման Գրիգորյան, Սլաքեմ։